Բարի ուշ գիշեր, եթերում սեքսադարանն է, հաղորդում ամենակարևորի մասին, սեռական առողջություն, սեռական կյանք, ընտանիք և մի շարք այլ թեմաներ, մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք լռում եք։ Ձեր սեռական կյանքում քաոս է, հոգ չէ։ Ժամանակն է չքննարկվածը պարզելու և ամեն ինչ իր տեղը դնելու։ Խոսելու ենք տղամարդու առաջին սեռական հարաբերության և տեղի ունեցած խնդիրների մասին։ Որպես կանոն առաջին հարաբերությունը տեղի է ունենում կամ ցանկալի է, որ տեղի ունենա այն ժամանակ, երբ սեռական հասունացումը սկսվել է և արդեն ունեցել է որոշակի ընթացք, տղան արդեն կայունացել է, հասունացել է, ձեռք է բերել գիտելիքներ և միջին թվաբանականով ցանկալի է, որ դա տեղի ունենա 16 տարեկանից հետո, այսինքն հասունացումը գոնե պետք է այնքանով տեղի ունեցած լինի, որի ժամանակ տղամարդը նախ եւ առաջ դրա համար կրի պատասխանատվություն, ունենա անհրաժեշտ գիտելիքներ եւ առաջին հարաբերությանը լինի պատրաստված։ Քիչ չեն այն դեպքերը, երբ առաջին հարաբերությունը տեղի է ունեցել ավելի փոքր տարիքում։ Իմ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ նույնիսկ առաջին հարաբերությունը եղել է 12 տարեկանում, սակայն սա ոչ մի ձևով չի խոսում այն մասին, որ գործ ունենք առողջ սեռականության հետ, քանի որ նման դեպքերում որպես կանոն իհարկե ավելի շատ ազդում է այն ավելորդ տեղեկատվությունը, որը շատ դեպքերում խանգարում է։ Սրան կհաջորդում են նաև այլ խնդիրները, սեռավարակները, հղիության ընդհատումը, աղջիկների պարագայում սխալ պատկերացումները սեռական կյանքի և սեռական հարաբերությունների մասին եւ այլն։ Եվ այդ ամենից խուսափելու համար իհարկե ցանկալի է, որպեսզի առաջին սեռական հարաբերությունը լինի գոնե 16 տարեկանից հետո։ Քիչ չեն այն դեպքերը, երբ նույնիսկ 16-ից, 18-ից, 20-ից հետո տղան դեռ չի ունեցել սեռական հարաբերություն եւ այս պարագայում շատ դեպքերում գործում են այսպես կոչված աչքերը բացելու տարբերակները, որոնք որպես կանոն ունեն բավականին տխուր հետևանքներ։ Տղաները սկսում են կամ հիասթափվել սեռական կյանքից, կամ կոմպլեքսավորվում են, կամ հետո շատ դժվարությամբ են մտնում սեռական հարաբերությունների մեջ։ Այս դեպքում իհարկե պետք չի նման ձևով փորձել, այսպես ասած, բացել տղայի սեռական աչքերը կամ փորձել նրան ընդգրկել սեռական հարաբերությունների մեջ, որովհետև հետևանքները կարող են ավելի իհարկե մտահոգիչ լինել։ Մեզ մոտ քիչ չեն այդ խնդրով դիմողները եւ տղաների մոտ նախ եւ առաջ կարող է առաջանալ խորը հիասթափություն եւ բացի այդ նաեւ վախ ու տագնապ, որոնք կարող են շատ երկար տարիներ մնալ եւ նույնիսկ բերել նրան, որ տղան ընդհանրապես հրաժարվի սեռական կյանքից։ Եվ այս դեպքում ուզում եմ հատկապես ընդգծել եւ որպես բժիշկ խորհուրդ տալ ծնողներին, քեռիներին, հորեղբայրներին, բոլոր նրանց, ովքեր ստանձնել են սեռական դաստիարակության գործընթացը, չանել եւ չկրկնել այն, ինչ հաճախ լսում են ուրիշներից, որովհետեւ եթե տղան նույնիսկ 16-ում, 18-ում, 20-ում դեռ չի ունեցել սեռական հարաբերություն, դա չի նշանակում, որ պետք է դուք փորձեք նման ձևով նրա մեջ արթնացնել այդ ցանկությունը, որովհետեւ կարող եք միմիայն հոնքը շտկելու փոխարեն աչքն էլ վնասել։ Նորմալ է եւ կարող է տղան սիրահարվի կամ հետո ինքը իր ցանկությամբ որևէ մեկին հավանի կամ էլ թեկուզ եւ իր ցանկացած ձևով ծավալի սեռական հարաբերությունները։ Նախ եւ առաջ պետք է տղան լինի իրազեկված։ Իրազեկման հարցում շատ մեծ դեր ունեն ծնողները, մասնավորապես իհարկե հայրերը, եւ չպետք է սպասել ինչ-որ մի տարիքի, որից հետո նոր խոսել կամ չխոսել դրա մասին։ Սեռական դաստիարակությունը եւ իրազեկումը, մասնավորապես առաջին սեռական հարաբերության մասին, անընդհատ process է եւ պետք է դրան պատրաստվել։ Կամաց թեմաները հասունացնելով բերել դրան, որ կոնկրետ խոսել եւ տալ այն տեղեկատվությունը, որը պետք է դեռահասը ունենա։ Դա որպես կանոն իհարկե կատարվում է արդեն դեռահասային պատանեկան տարիքում, երբ արդեն կարելի է դեռահասին ծանոթացնել այնպիսի կարևոր հարցերին, ինչպիսիք են հակաբեղմնավորիչները,
սեռավարակները, դրանից խուսափելու մեթոդները եւ իհարկե պահպանակները եւ պահպանակի կիրառման բոլոր այն հարցերը, որոնք դեռահասը պետք է իմանա։ Շատ կարեւոր է նաեւ նկատի ունենալ, որ պետք չի ուշադրություն դարձնել առավել եւս ուղեցուցային դարձնել պոռնոհոլովակների բոլոր այն օրինակները, որոնցով առաջնորդվում են դեռահասներն ու երիտասարդները, որոնք դրանք ստեղծում են սխալ կարծրատիպեր։ Շատերին թվում է, թե սեռական հարաբերությունը պետք է իրականում տևի այնքան, որքան որ իրենք տեսել են պոռնոհոլովակում, կամ տղամարդու էրեկցիան պետք է միշտ լինի քարի պես պինդ եւ այլն։ Դրանք կարծրատիպեր են, որոնցով ցավոք դեռահասները մտնում են սեռական կյանք եւ հետո երբ իրական կյանքում բացահայտում են տարբերություններ, սկսում են մտածել, թե իրենք ունեն ինչ-որ սեռական խնդիրներ։ Շատ ծնողներ երբեմն մտածում են, որ կարելի է եւ չխոսել, այսօր կա համացանց, որտեղ ամեն ինչ կա եւ դեռահասը անհրաժեշտության դեպքում կիմանային ինչ իրեն պետք է։ Հարգելի ծնողներ, համացանցում հավատացնում եմ ձեզ, կա շատ նաեւ վտանգավոր եւ դեռահասին սպառնացող տեղեկատվություն, մասնավորապես սեռական կյանքի, սեռական հարաբերությունների առավել եւս եթե մենք գործ ունենք անփորձ դեռահասի հետ, հետեւաբար պետք չի ձեր գործը բարթել կամ թողնել, որ դա անի համացանցը, որովհետեւ դրա մասին պետք է խոսել։ Նախ դա ստեղծում է մտերմիկ մթնոլորտ, որպեսզի հետագայում խնդիրներ լինելու դեպքում երեխան ծնողին ասի դրա մասին եւ ոչ թե պահի իր մեջ, որովհետեւ սա եւս խնդիր է, երբ ձեռք են բերում ինչ-որ մի խնդիր, դրա մասին չեն խոսում, պահում են իրենց մեջ եւ խնդիրը բարթանում է եւ երկրորդը այդ ֆունկցիան, այդ պարտականությունը կոնկրետ խոսելու, ասելու վերապահված է ծնողներին։ Համացանցը կարող է ձեզ օգնել տալով անհրաժեշտ տեղեկատվություն, բայց մեր օրերում իհարկե նույնիսկ դա խնդրահարույց է եւ ցանկալի է նման դեպքում դիմել մասնագետի օգնությանը թացը չորից զատելու համար։ Հոգեբանական խնդիրների եւ բարդությունների մասին արժևում ձեզ սպասվում է հետաքրքիր հարցազրույց հոգեբանի հետ, իսկ ես կանդրադառնամ սեքսոլոգիական խնդիրներին, որոնց հաճախ բախվում են երիտասարդները առաջին սեռական հարաբերության ժամանակ։ Խնդիրներից մեկը եւ ամենահաճախ հանդիպողը իհարկե սեռական թուլությունն է, լարվածության, սխալ պատրաստվելու, սխալ պատկերացումների հետևանքով եւ որպես կանոն սեռական թուլությունը, որը նկատվում է առաջին հարաբերության ժամանակ, ստիպում է երիտասարդին հետո երկար ժամանակ չմտածել սեռական հարաբերությունների մասին, քանի որ կա վախ։ Բացի պոտենցիայի խանգարումից, նաեւ բուռն լարվածության հետևանքով կարող է նկատվել վաղաժամ սերմնաժայթքում։ Ինչու՞, որովհետեւ երբ երիտասարդը լարված է, անփորձ է եւ չգիտի ինչը սկսի, ոնց անի, բնականաբար բացի էրեկցիայի խանգարումից կարող է նաև ակտը տևել չափազանց կարճ, այսինքն նկատվի եւ էրեկցիայի խանգարում եւ վաղաժամ սերմնաժայթքում։ Իսկ այս հարցում մեզ կարող է օգտակար լինել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերությունը, որը ներկայացնում է Tadafort եւ Dapoxetin դեղամիջոցները։ Tadafort-ը օգտակար է սեռական թուլության, ասել է թե էրեկցիայի խանգարման բուժման ժամանակ եւ ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20 միլիգրամ։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման պարագայում, 20-ը պլանավորված սեռական հարաբերությունից առաջ։ Դեղամիջոցը առանձնանում է իր բարձր էֆեկտիվությամբ եւ ազդեցություն թողնում է մոտավորապես 36 ժամ, այսինքն օգտագործելու պարագայում սեռական հարաբերությունները կարող են տեղի ունենալ 36 ժամվա ընթացքում, ընդ որում ոչ մեկ անգամ։ Դեղամիջոցը ունի հակացուցումներ, որոնց պետք է անպայման իհարկե ծանոթ լինել, իսկ թե կոնկրետ որ դոզավորումն է պետք ընդունել, դա որոշում է արդեն ձեր անձնական բժիշկը համապատասխան սեքսոլոգիական հետազոտություններ անցկացնելուց հետո։ Դրանից հետո արդեն պարզ է լինում, թե որքան ժամանակ է պետք այն օգտագործել։ Հաջորդ դեղամիջոցը Dapoxetin-ն է, որը նախատեսված է վաղաժամ սերմնաժայթքման բուժման ժամանակ եւ նույնպես ունի երկու դոզավորում՝ 30 եւ 60։ Դոզավորումը ընտրում է բժիշկը կախված վաղաժամ սերմնաժայթքման բարդության աստիճանից, վաղաժամ սերմնաժայթքման տեսակից եւ այլն։ Եվ այս պարագայում համակցելով Tadafort-ի հետ կարող է կարգավորել եւ սեռական թուլության խնդիրը եւ վաղաժամ սերմնաժայթքման, բայց իհարկե բուժման ժամանակ պետք է հաշվի առնել նաև մյուս գործոնները եւս,
որոնք նույնպես կարող են հանգեցնել թե վաղաժամ սերմնաժայթքման, թե պոտենցիայի խանգարման։ Դապոքսետինը ունի բարձր արդյունավետություն եւ պետք է օգտագործել պլանավորված հարաբերությունից մոտավորապես 1 ժամ առաջ։ Տևողությունը որոշում է բժիշկը հաշվի առնելով խնդրի առանձնահատկությունները։ Ուշադրություն, դեղամիջոցը ունի հակացուցումներ։ Այս թեման բավականին ծավալուն է եւ շարունակությունը կարող եք դիտել հարցազրույցը հոգեբանի հետ հաջորդիվ։ Սեռական առողջությունը ընդհանուր առողջության անբաժանելի մասն է եւ միայն համատեղ ջանքերով հնարավոր է այն պահպանել։ Իմ այսօրվա հյուրը հոգեբան, միջազգային փորձագետ Անի Ազիզյանն է։ Անի, բարի կես գիշեր, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը շատերին է հետաքրքրում, հատկապես տղամարդկանց, բայց դրա մասին ընդունված չէ խոսել։ Խոսելու ենք տղամարդկանց առաջին սեռական փորձի, դրա խնդիրների մասին։ Երևի դուք էլ նկատած կլինեք ձեր պրակտիկայում, որ տղամարդկանց համար նույնիսկ կարողակարգեր գոյություն ունեն, բարձրաձայնվող եւ չբարձրաձայնվող առաջին սեռական հարաբերության կապակցությամբ եւ շատ դեպքերում ծնողները փորձում են անպայման դրան կյանքի կոչել տարբեր լծակներով, չմտածելով, որ մեղմ ասած դա այդքան էլ լավագույն տարբերակներից չէ եւ կարող է նույնիսկ խնդիրներ առաջացնել։ Եկեք խոսենք հատկապես այդ ոչ այդքան առողջ ծնողավարության եւ ինչու՞ չէ նաեւ շատ դեպքերում հարազատների կողմից առաջ բերվող տարբերակների մասին, որոնցով փորձում են փորձի ինչ որ մասնիկ փոխանցել երիտասարդին, կարծես թե դրանով իսկ ուզենալով բացել նրա, այսպես ասած, աչքերը, ինչպես իրենք են ասում, ինչ խնդիրների դա կարող է հանգեցնել։ Ես սովորաբար կարծում եմ, որ շատ կարևոր որ մենք առաջին հերթին խոսենք դրական ծնողավարման ձևերի մասին, բայց կարող ենք նաև այստեղից սկսել, որտեղ շատ հաճախ ծնողները փոխանցում են այն գիտելիքները, որոնք իրենք ունեն, որոնք ոչ միշտ որ լիարժեք են կամ ճիշտ են, եւ շատ հաճախ չեն իմանում, թե ինչ հետևանքների կարող է դա բերել, եւ առաջի փորձը ոչ միայն ծնողների վերաբերմունքի, նաեւ անգլերենով ասում են peer pressure, նաեւ հասակակիցների ճնշումների հետևանքով կարող է լինել, եւ շատ հաճախ դա կարող հատկապես եթե դա վճարովի ծառայություններից օգտվելն է, շատ սխալ հասկացումների եւ անգամ հետագա առողջ սեռական կյանք ունենալուն դժվարություն, որտեղ մենք շատ հաճախ այդ կեղծ կարծրատիպը կա, որ սեռական կյանքը պետք է լինի շատ շուտ, տղային պետք է շուտ ծանոթացնել, տղամարդ դարձնել, բայց իրական չէ, որ սեռական կյանքը միայն սեռական ակտի մասին չի, դա հարաբերության մասին է, դա ինքդ քեզ զգալու մասին է, դա կապի մասին է, մարմինը ճանաչելու։ Այո։ Եվ այս բոլորի մասին շատ հաճախ չենք խոսում։ Մանավանդ վճարովից, եթե կոնկրետ այդ դեպքի մասին խոսենք, բայց երբեմն առաջի փորձառությունը դրա մասին չի, բայց եթե դրա մասին է, այդտեղ կարող են շատ սխալ ընկալումներ լինել, որ նույն այդ կեղծ տղամարդ, ուժեղ տղամարդ մասկուլինության մասին, նաև կարող է կապ ձևավորվել բռնության հետ կապված, ուժի հետ կապված, կարող է երիտասարդ տղան կապը կորցնել իր զգացումների եւ սեռականության, ցանկության միջև, կարող է ձևավորվել ամոթ, որից նաեւ հետագայում կխուսափեն, ընդհուպ մինչև տրավմաները կարող են ունենալ տրավմաներ այդ փորձառությունից եւ կարող են հետագայում նաեւ դժվարություն ունենալ իրենց համար կարեւոր անձի հետ իսկապես մտերմիկ, իմաստալից հարաբերություններ եւ սեռական առումով մտերմություն ստեղծելու հարցում։ Բայց կարող են նաև այլ դժվարություններ լինել, որտեղ շատ հաճախ եթե ծնողավարությունից ենք խոսում, շատ հաճախ ծնողները մեզ հարցնում են, երբ պետք է սկսենք սեռական դաստիարակությունը։ Սեռական դաստիարակությունը միայն այդ պուբերտատը չի կամ պուբերտատից հետո չի, սեռական դաստիարակությունը պետք է սկսի շատ վաղ տարիքից։ Եվ սեռական դաստիարակությունը միայն ինչպես են երեխաները ծնվում կամ ամնի մասերը ինչի համար են դրա մասին։ Եվ ոչ էլ առաջին սեռական հարաբերությունն։ Այո, սեռական դաստիարակությունը շատ կապ ունի ապահովության հետ։
Շատ կապ ունի մեզ ճանաչելու հետ, շատ կապ ունի մեր զգացմունքների, հասունության եւ նաեւ հարաբերությունների հետ։ Դրա համար յուրաքանչյուր ամենափոքր տարիքից 2-3 տարեկանից արդեն պետք է սկսվի ճիշտ սեռական դաստիարակությունը։ Ձեզ լսելով հակամայից հիշեցի մի դեպք, վստահ եմ ձեր պրակտիկայում էլ հանդիպած կլինեք։ Եկել էին խորհրդատվության բերելով երիտասարդի 19 տարեկան, որին հոր թելադրանքով հոր եղբայրը տարել էր տղամարդ դարձնելու, այսպես ասած աչքերը բացելու։ Եվ արդյունքում կոմերցիոն սեքսի, այս մարմնավաճառին դիմելով, նա նախ պատրաստ չէր եւ երկրորդն էլ մեծ հիասթափություններ ապրել դրանից ու վստահությունը կարող է հետևանքով եւ ագրեսիան, սարսափելի ագրեսիա էր առաջացել ծնողի նկատմամբ, որովհետեւ հետո իմացել էր, հոր եղբայրն ասել էր, թե ծնողը դա ասել, որ պետք է ժամանակն արդեն աչքերդ բացեն, տղամարդ պիտի դառնաս եւ խնդիրը արդեն ձևավորվել էր, նա խուսափում էր հարաբերություններից եւ իրենք ինձ մոտ եկել էին ոչ թե իր այդ լուրջ խնդիրը լուծելու, այլ գիտեք ինքը չի ուզում հարաբերություններ ունենա, խուսափում է առանց ներքևի շերտերը պարզելու, թե ինչ է եղել։ Այո, եւ կարող են այդ տղաները զզվել։ Շատ այցելուներ հենց այդ զզվանքն էլ առաջի նման փորձառությունների դեպքում նաև հիշում են եւ այդ ճնշումը, չէ՞ որ մենք գիտենք, որ սեռականությունը շատ կապված է մեր հոգեկան վիճակի հետ եւ այդ ճնշումը եւ տագնապայությունը եւ այստեղ կա նաև սահմանների խախտում այդ տղաների, չէ՞ որ սեռական կյանքը շատ անձնական տարածք է ու հարազատները առանց հաշվի առնելու շատ բաներ կարծես ոտնահարում են այդ սահմանները, որ շատ կարեւոր են սեռական դաստիարակության մեջ։ Շատ անգամ նկատում եմ կարծր տիպեր կան աղջիկներին նախապատրաստելու, զրույցներ վարելու, թեկուզ եւ շատ մակերեսորեն, բայց տղաների պարագայում կարծես թե նորմալ է ընդունվում, որ տղան ինքնուրույն պետք է մտնի հարաբերությունների մեջ, գնա փորձ ձեռք բերի եւ այլն, առանց հաշվի առնելու հետագա բարդությունների մասին։ Այնուամենայնիվ, ինչ պիտի իմանա տղամարդը եւ ինչից պետք է սկսել։ Թերևս շատ ծնողների համար, անգամ շատ կարդացած, ազատամիտ ծնողների համար սեռական դաստիարակությունը ամենազգայուն թեմաներից մեկն է եւ որովհետեւ մեր մշակույթն է մասամբ այդպեսին եւ մասամբ նաեւ չգիտենք ինչպես խոսել մեր երեխաների հետ, որ նաեւ չվնասենք։ Մասնագետներ խորհուրդ են տալիս սկսել շատ վաղ տարիքից եւ դա չպետք է լինի հատուկ իրադարձություն, դա առանձին մի անգամ խոսելու թեմա չի, որտեղ երեխայի աճի զարգացման հետ կարող է տարբեր լինել։ 2-3 տարեկանում, երբ որ մենք խոսում ենք սեռական դաստիարակության մասին, մենք առաջին հերթին խոսում ենք նրա մասին, որ երեխան պետք է իմանա իր մարմնի մասերը եւ պետք է իմանա անվտանգ հպումները եւ անվտանգ շփումը իր հետ որն է, որովհետև շատ են լինում այցելուներ, ում վաղ մանկության տարիներին լինում են եւ բռնության, եւ հպումներ, որոնք շատ վատ ազդեցություն են թողում արդեն հասուն տարիքում, ոչ միայն սեռական կյանքի, այլ լուրջ տրավմաներ են դառնում իրենց կյանքում։ Դրա համար շատ կարևոր է, որ 2-3 տարեկան երեխայի հետ մենք չամաչենք խոսել նորմալ մարդկային լեզվով իրենց մարմնի բոլոր մասերի մասին եւ ամենակարևորը, որ պետք է դա անենք շատ պարզ լեզվով երեխան եւ շատ երկար չպետք է լինի բնականաբար փոքր երեխաների հետ խոսելուց։ Հաջորդ կարևոր փուլը դա 5-6 տարեկանն է, որտեղ արդեն երեխաները սկսում են հասկանալ երկրորդային սեռային հատկանիշները եւ իրենց սկսում են հետաքրքրել, որ ինչպես են ծնվում։ Հիմնական հարցը երեխաներն, որ ինչպես են երեխաները ծնվում։ Ու այստեղ եւս շատ կարևոր է պարզ լեզվով երեխաներին դա բացատրել։ Դա բազում գրքեր կան, որ կարելի է երեխաների հետ կարդալ։ Օրինակ ինչպես ենք ծաղիկը տնկում, սերմը տնկում են, այնպես էլ մայրիկը ունի ձվաբջիջ, հայրիկը ունի սերմ, երբ որ դրանք միավորվում են, ծնվում է երեխա։ Երբեմն մենք կարող ենք ասել, շատ կարևոր է որ ճիշտ ինֆորմացիա տանք, որոշ ծնողներ էլ հարցնում են, ասում են, իսկ կարող է պետք է սպասենք իրենք հարցնեն, հետո շատ երեխաներ կարող են չհարցնել։ Եվ հենց նրանից որ մենք պատրաստ չենք, իրենք էլ չեն հարցնի մեզ դրա մասին։ Դրա համար կարևոր է որ մենք էլ դրա մասին խոսենք,
կամ մենք գիտենք, որ դպրոցում իրենց հետաքրքրությունները երբ որ առաջանում են, արդեն իրենց ձևերն են փնտրելու եւ կարող է իսկապես շատ վտանգավոր ինֆորմացիա ստանան դրսից։ Ես հիշում եմ տարիներ առաջ դպրոցից էր ահազանգ, որտեղ զուգարանում տղաները սկսել էին իրար հետ ազոտել։ Ու ծնողների համար դա շոկ էր։ Բայց սա պարզապես ինֆորմացիայի պակաս է, թե մենք տարիքին համապատասխան երեխային ինֆորմացիա տրամադրենք, էլ կարիք չի ունենալու ուրիշ ձև լրացնելու։ Մյուս կարևոր տարիքը դա պուբերտետն է, պետք է ասեմ, որ հիմա ավելի շուտ են սկսել երեխաները զարգանալ։ Եվ շատ ճիշտ եք նկատել, աղջիկների հետ խոսում են իրենց հասունացման մասին, բայց տղաների հետ շատ հաճախ չեն խոսում, ինչպես է իրենց մարմինը փոխվելու, չէ՞ որ մարմնի ընկալման ու մեզ շատ հաճախ թվում է, որ կանայք են, որ շատ զգայուն են իրանց մարմնի հանդեպ, անվստահ են լինում, բայց նույն անվստահությունը, նույն զգայունությունն ունեն նաև տղաները եւ տղամարդիկ, անգամ կոմենտները կամ ինչ-որ արձագանքներ իրենց մարմնի արտաքինի վերաբերյալ, բոյի վերաբերյալ, կարող են շատ սեռական դրսևորումների վերաբերյալ արդեն մեծ տարիքում կամ այդ տարիքում միգուցե չափի, ձևի, որտեղ մենք չգիտենք երբեմն որտեղից են այդ ինֆորմացիան ստանում եւ փոքր տարիքում մի հասկացություն եկա, որ կոչվում է imprinting, երբ որ առաջի սեռական այդ տպավորությունը ինչ մեծ ազդեցություն է թողում այդ կյանքի վրա եւ այս տարիքում տղաները շատ են իրար հետ խոսում, արդեն իսկական հետաքրքրություն է սկսում աղջիկների, հորմոններն է փոխվում, զգայունակությունն է փոխվում ու իսկապես այդ տպավորությունները կարող են ազդեցություն թողել։ Դա համար շատ կարևոր է, որպեսզի ծնողները խոսան, մյուս հարցը, որ ծնողները շատ հաճախ կարծեն, մայրիկը պետք է խոսի, թե հայրիկը, որոշ հեղինակներ ասում են ճիշտ է, որ տղաների հետ հայրիկները խոսեն, բայց շատերն է պնդում են, որ կարևոր է, որ երկու ծնողներն է դրա մասին խոսեն, որտեղ եթե մի ծնողը չի խոսում, այդտեղ ինչ-որ տաբուի հարց է լինում, կարող է ամոթ է խոսելը, ու հետո հանգիստ չեն լինի իրենց զույգի հետ խոսել, որտեղ մենք գիտենք հարաբերությունները ինչքան կարևոր է, որ կարողանան խոսեն իրենց զգացմունքներից, անկեղծ լինեն, ապահով զգան տարբեր բաներ իրար հետ կիսելու։ Ու եթե անգամ ծնողներից մեկը ապահով չի զգում խոսելու, գոնե ծնողները պետք է միասին որոշեն ինչ են խոսում։ Եվ հետո դեռահասության տարիքում շատ կարևոր է նաև որ արդեն մենք խոսենք պոռնոգրաֆիկ նյութերի մասին, ինչ իրենք կարող են տեսնել, ինչքան դրանք իրական կյանքին մոտ են, եւ ինչպես կարող են ազդել իրենց վրա, այո, առաջին սեռական հարաբերություն։ Այո, եւ արդեն ապահովության սեռական կյանքում ապահովության մասին, ինչպես պաշտպանվել, ինչպես այդ բոլոր կարևոր բան հիգիենայի մասին խոսել պուբերտատից սկսած արդեն, որ էլի մեծ խնդիր է նույն ապահով սեռական կյանքը շատ մեծ խնդիր է, ու մենք գիտենք շատ երիտասարդներ, կարծում եմ, որ այդ սեռավարակները իրենց մասին չեն։ Իրենք գիտեն ինչ են անում, չգիտես ոնց, բայց իրենք գիտեն ինչ են անում։ Ովքեր որ չգիտեն ինչ է պուբերտատը, նշենք, որ դա այն ժամանակաշրջանն է, այն բուռն ժամանակաշրջանն է սեռական հասունացման, երբ արդեն օրգանիզմը սկսում է վերափոխվել, վերակառուցվել, սկսվում է նկատվել երկրորդային սեռական հատկանիշներ, ձայնի փոփոխություն, մարմնի փոփոխություն եւ հոգեբանների ու սեքսոլոգների համար չափազանց կարևոր շրջան է, որովհետեւ եթե ծնողը ուշադիր չեղավ, այ կուզենայի հիմա խոսեինք այս հարցերի մասին, ինչ խնդիրներ կարող են առաջանալ այս շրջանի հետ կապված մինչև առաջին սեռական հարաբերությունը, որոնց պետք է ուշադրություն դարձնեն, ծնողը ինչին պետք է ուշադրություն դարձնի, հատկապես որպեսզի հատկապես տղայի համար խնդրահարույց չլինի այն։ Այդտեղ շատ լայն ասպեկտը եւ շատ առնչվում է ընդհանուր դաստիարակության հետ։ Շատ կարևոր է, որպեսզի սովորեցնենք սահմաններ պահպանել, որպեսզի կարողանան ասել ոչ ցանկացած անապահով հպման, անապահով գործողության պարագայում ունենան վստահելի մեծահասակներ, եթե վստահ չեն զգում ծնողներին, իրենց մատնանշենք, ովքեր են իրեն շրջապատում վստահելի այլ մեծահասակների ու հետ իրեն կարող են խոսել, որտեղ երբեմն ծնողների հետ կարող է զգայուն թեմա լինի, չկարողանան խոսել, բայց քեռու հետ հանգիստ գան, հորեղբոր կամ տրեյների, եթե ծնողները վստահում են,
միասին քննարկում են ովքեր են այդ ապահով մեծահասակները, սովորեցնենք ինչպես դիմակայել հասակակիցների ճնշումներին, որտեղ մենք գիտենք, որ այդ բոլոր հորմոնների ազդեցության տակ ինչեր կարող են անել դեռահասները եւ ինչ միֆեր են այնտեղ շրջում։ Եվ այդ միֆերի արդյունքում էլ կարող են շատ վնասվել իրենց ինքնագնահատականը, հետագայում նաեւ այդ անվստահությունը անդրադառնա սեռական կյանքի վրա։ Այդ միֆերը վերաբերում են եւ մարմնին, եւ սեռական ակտին, այնքան տարբեր միֆեր են լինում, որ մեկ չենք էլ պատկերացնում, որ այդպես բան կարող են լինել, ու դրա համար շատ կարևոր է, որ հանգիստ խոսենք եւ առանց քննադատության, եւ ընդհանրապես մեր դաստիարակությունը չլինի մեղադրանքով, որտեղ մանավանդ եթե լինում է, մենք գիտենք, որ ոչ միայն աղջիկների հանդեպ են լինում սեռական ոտնձգություններ, նաեւ տղաների հանդեպ են լինում, որ իրենք եթե ապահով զգան խոսելու, որ չմտածեն, որ մենք ասենք դու ես մի բան, դու ինչն են չես արել, որ քո հանդեպ տենց է եղել։ Շատ երեխաներ նաև վախենում են բարձրաձայնել հենց այդ պատճառով։ Եվ չեն էլ բարձրաձայնում։ Մեծամասամբ չեն էլ բարձրաձայնում։ Անի, մի առանձին թեմա է նաև անհաջող առաջին սեռական հարաբերությունը տղաների կյանքում, որոնք նույնպես շատ դեպքերում չեն բարձրաձայնում, երկար տարիներ խնդիրը կրում են, նույնիսկ մասնագետի էլ չեն դիմում, երբ որ արդեն դանակավորին է հասնում։ Եկեք խոսենք այս խնդրի մասին, ինչ հետևանքների կարող է սա հանգեցնել առաջին անհաջող փորձը։ Երևի ամենահաճախ հանդիպող հետևանքները դա կլինի խուսափումը, դա կլինի տագնապները կշատանան, մարդիկ անգամ կարող են իսկապես սուիցիդալ մտքեր ունենալ, որովհետև մենք գիտենք թե ինչքան կարևոր է տղամարդու համար, ինչքան հաճախ են իդենտիֆիկացնում իրենց տղամարդկությունը այդ փորձառության հետ, այդ կարողության հետ եւ շատ հաճախ այդ անհաջողությունները պարզապես իրենց միֆերի եւ իրենց պատկերացումների հետևանք կարող են լինել։ Տագնապի հետևանք կարող է լինել, պատկերացում, օրինակ միֆերից մեկն է, որ միշտ տղամարդը պետք է կարողանա, բայց դա այդպես չի։ Կամ միֆերից մեկն է, որ եթե ցանկություն կա, ուրեմն անպայման պետք է տղամարդը հաջողի, որ էլի բոլորովին դրա մասին։ Կապ չունի որտեղ, երբ։ Այո։ Կամ միշտ պետք է ուզենա, չէ, այդպես չի։ Տարածված միֆերից մեկը։ Եվ իհարկե շատ հաճախ մենք տղաներին չենք սովորացնում իսկապես գիտակցել, թույլ տալ իրենց լինել զգայուն, թույլ տալ իրենց զգացմունքայնությունը, կամ միշտ չի, որ իրանք կարող է այդ մասկուլին դոմինանտ վիճակը դուր գալ, դրա համար շատ կարևոր է ճիշտ այդ ամեն ինչը նաև հոգեկանի առումով էմոցիոնալ դաստիարակություն տալ տղաներին։ Եվ վերջը տղամարդը ռոբոտ չէ։ Այո, մարդ։ Եվ այստեղ շատ կարևոր է նաև կնոջ դերը։ Եկեք խոսենք նաև այդ մասին, որն է կնոջ դերը նման դեպքում, ինչպես արձագանքի, ինչ անի, թե օրինակ անհաջող է եղել հարաբերությունը, առաջին հարաբերությունը, մեծ նշանակություն նաև կնոջ ռեակցիան։ Այո, ու այդ էլ միֆերից մեկն է, որ տղամարդիկ զգայուն չեն, եթե իրենց վերալ կոմենտներ արվի, ու ես էլ եմ հիշում պրակտիկայից դեպքեր հիշեցի, երբ որ կանայք կոմենտներն արել ոչ միայն ակտիվ վերաբերյալ, այլ նաև արտաքինի, հենց այդ ընթացքում, երբ որ իրար հետ մտերիմ են եղել, դա ինչպես է անդրադարձել տղամարդը, եւ այլևս չեն ցանկացել ունենալ հարաբերություններ եւ երկարատև խուսափել են, այո, եւ զույգը տարիներ չի ունեցել սեռական կյանք։ Շատ կարևոր է աջակցող լինել, չքննադատել եւ էլի իմանալ, որ մտերմություն կարող է լինի անգամ սեռական մտերմություն առանց ակտի, կարող են մարդիկ իրար լավ զգալ, իրար հաճույք պատճառել առանց սեռական ակտի։ Եվ սա եւս շփման տեսակ է։ Եվ ամենակարևոր բան, որ պետք է սովորացնենք հենց մեր երեխաներին, որ սա պետք է շփման տեսակ լինի, սա ակտի մասին չի, սա մտերմություն է, սա իրար զգալը, եւ երբ որ նաեւ խոսում ենք համաձայնության մասին, ես չնշեցի, որ դեռահասներին կրթելու կարևոր մասը նաեւ այդ համաձայնությունը սովորացնել, նաեւ հոգատար լինել, ուշադիր լինել, եւ դա միայն այո եւ համաձայնություն ստանալը չի, զույգի կողմից դա նաեւ հոգատարությունն է։ Եվ դա պետք է լինի բնականաբար փոխադարձ։ Անպայման իհարկե։ Անի, կարող եք որևէ դեպք մտաբերել այս հարցի հետ կապված ձեր պրակտիկայից գուցե։ Դեպքերը իրական շատ են, բայց այդ մի դեպքը հենց դա հիշեցի, երկու դեպք հիշեցի, երբ որ կինը ասել էր
ես ինչ փոր ունես։ Ու դա իսկապես ազդել էր տղամարդու վրա եւ իհարկե կարող է ուրիշ մի պարագայում ասել էր, որ շնչառության ձևը ինչ որ աղմկոտ է կամ ինչ որ ու այդ դա եւս դարձել էր խուսափման առիթ եւ օրինակ նաեւ այդ երբ որ մենք խոսեցինք առաջին այդ իմպրինտինգի մասին առաջին տպավորության ուժեղ տպավորության որ կարող է պատեռն ձևավորվել այս պարագայում էլ զույգ ուներ հենց ուրիշ խնդիրներից բացի նաև ուներ սեռական կյանքում խնդիրներ եւ ամենամեծ բաներից մեկը ինչին որ մենք եկանք որ դա իրենց ընկալումներն էր եւ տղամարդու առաջի այդ իմպրինտինգը դա իր հասակակիցների հետ պորնոգրաֆիկ շատ կոպիտ ինչ որ տեսարան ֆիլմի դիտում էր եւ հետեւաբար դա իր համար մի հատ հավոր վատ բան էր որ չես կարող կնոջդ հետ որ խոսել դրա մասին ոչ մի հատուկ բան այդտեղ պետք չի երեխեք ենք ունենում լավ է կնոջդ հետ դրա մասին չես իսկ ինը ուներ ցանկություններ կինը ուներ ավել կարիքներ եւ ուզում էր ամուսնու հետ խոսեր բայց ամուսինը այնպես չէր որ ինքը փակ մարդ էր ուրիշ հարցերում շատ առաջադեմ էր բայց այդ հարցում իր մոտ այտենց բլոկ էր դրված որ սա մասին ես չեմ կարող խոսել ու երբ որ մենք քննարկեցինք իր առաջի փորձառությունը եւ առաջի տեսաները, որ ինքը տեսել է այդտեղ եղել, որ ուղեկցվել է եւ զզվանքի հետ, եւ ամոթի հետ, եւ այդ դրա հետ միասին հակասական նաեւ զգացումների հետ, որ ինքը ունեցել է այդ պահին բնականաբար այդ հորմոնների ազդեցության տակ շատ հակասական էր, ու ինքը խուսափում էր կնոջ հետ այդ թեմաները քննարկել եւ բնականաբար դա ազդում էր իրենց սեռական կյանքի։ Ըստ ձեզ, ինչ անել խնդիրը լուծելու համար։ Ինչից սկսել։ Եթե մենք խոսում ենք ընտանիքներից, ես կարծում եմ ծնողները պետք է իրենք բարբերաբար իրենց կրթությամբ զբաղվեն այդ հարցում, եթե վստահ չեն որոշ ինֆորմացիա որ իրենք ունեն ճշտեն մասնագետների հետ եւ շատ վաղ տարիքից որպես կյանքի նորմալ մաս խոսեն, որտեղ շատ հաճախ ծնողները խառնվում են, երբ որ երեխաները հարց են տալի։ Այնպես հիշում եմ մեր հարազատներից մեկի երեխան շատ փոքր տարիքում մտավ ներս ասեց հենց այդ սեքս բառը օգտագործել ինչ որ բան ասեց ու ես էլ այնտեղ ես հասկանում եմ ռսախեն չի կա կամ ինչ որ բան մեկը խոսել է իր հետ կամ ինչ որ մի բան ծնողները ասենց այս հարված նայում են ես ընդհանրապես հարցեցի իսկ այդ ի՞նչ է դու ինչ գիտես այդ ի՞նչ է ասեց իբր միասին պողպողակ են ուտում շատ պետք է չվախենալ այդ թեմաներից փոքր տարիքում համապատասխան լեզու բայց ճշտեք ինչ չեն իմացել ինչ է իրանց կարիքը այդտեղ եւ երկրորդը պատրաստն են տարբեր բաների որտեղ մենք հիմա չենք կարող մեր երեխաներին ապահովագրել եթե տարիներ առաջ շատ չէր հասանելիություն մենք չգիտենք հիմա որտեղից ինչ կիմանան ես անգամ հիշում եմ որ մի երեխայի են բերել ում դասարանում երկրորդը երրորդ դասարանում դասարանցիներից մեկը պորնոգրաֆիկ նյութեր էր ցույց տվել ամբողջ դասարանին դա շատ վաղ հասակի փորձառություն է բայց ծնողները պետք է պատրաստ լինեն կամ կարող է գան եւ հարցնեն տարբեր բաներ որ ծնողները միգուցե հարմար չեն զգում այդ ամեն ինչի մասին հոմոսեքսուալության մասին հարցնեն եւ այլ տարբեր դրսեւորումների մասին պետք է կարդան կրթվեն բնականաբար ուզեն չուզեն իրենց արժեքը փոխանցելու են բայց միևնույն է չեն կարող պարտադրել կարող են բացատրել դա ինչ է եւ հետո ասել իրենց արժեքը կամ իրենց վերաբերմունքը ինչ է նույն սեռական հարաբերությունները սկսելու վերաբերյալ մտերմության վերաբերյալ շատ կարեւոր է որ առանց արգելքների ամոթի քննադատության Պարզը որ ծնող ուզում է իր արժեքները փոխանցի, ապահովի իր երեխային, բայց եթե մենք արգելքներ ունենք, երեխաները ապահով չեն զգա մեզ հետ խոսել։ Եվ միգուցե նաև պետք է ընդհանուր, օրինակ ես կարծում եմ, որ ձեր ծրագիրը շատ մեծ գործ է անում այդտեղ, որտեղ շատերին գրագետ ինֆորմացիա տրամադրել է շատ կարևոր, աղբյուր ունենալ որտեղից իմանալ, դա շատ կարևոր հարց է։ Եվ եթե օրինակ Հայաստանում մի բան փորձում են կարծեմ, ես այդ մասը շատ լավ չգիտեմ, դպրոցներում ունենալ սեռական կրթության դասեր, բայց շատ դեմ էին շատերը։ Այստեղ միգուցե մենք շատ կարևոր է որ փոխենք այդ ընկալումը, որ դա միայն սեռական զարգացման կամ ակտի մասին է կամ հարաբերության մասին է, այլ ավելի շատ նկատենք, որ դա ապահովության մասին է երեխաների, ինչպես ասել ոչ, ինչպես զգալ իրանց, ինչպես իրենց սահմանները պահպանել, որ տարիքում որն է իրանց համար ապահով եւ որը ոչ։
Ես կարծում եմ մեր այսօրվա զրույցը հերթական ձևով կփակի այն բացը, որ առկա է այս դաշտում, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հետաքրքիր ու բովանդակալից զրույցի համար։ Ես էլ շատ շնորհակալ եմ, եւս մեկ անգամ շնորհակալություն հանրությանը այս կարևոր ինֆորմացիան տրամադրելու համար, որտեղ այո, սա մեր կյանքի անբաժան մասն է, հասուն մարդու անբաժան մասն է, որը շատ կարևոր է։ Այո, առողջ հոգեկան ունենալու համար, առողջ կյանք ունենալու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Իսկ այսօրվա համար այս թեմայով այսքանը։ Եղեք իրազեկված եւ առողջ։ Իմ մասնագիտական կյանքում պատահած տարբեր դեպքերը ոչ միայն զվարճալի են, այլ նաև սովորեցնող։ Այսօրվա դեպքը, որի մասին ուզում եմ խոսել, վերնագրել ենք «Ստուգեք, հարցս կույս է, թե ոչ»։ Տարիներ առաջ մեզ էր դիմել ընտանիք, որը եկել էր լուրջ խնդրով եւ իմ կաբինետի դռնից մինչև շքամուտքը հերթ էր եւ պարզվեց, որ դա մի ամբողջ գերդաստան էր, որոնք եկել էին խնդրով պարզելու հարցը կույս է թե ոչ, ինչ էր տեղի ունեցել, ամուսնացրել էին, ինչպես իրենք են ասում, եւ բնականաբար ամուսնացնելուց հետո սպասում էին այն մրգային արարողությանը, որի արդյունքում պետք է հասկանային եւ համոզվեին, թե իրենց ընտրած հարցը կույս է թե ոչ։ Քանի որ հուսախաբվել էին եւ process-ը տեղի չէր ունեցել, որին իրենք սպասում էին, բերել էին բժշկին եւ հարցին բերել էին բավականին նվաստացած վիճակում եւ հետեւյալ հարցադրումով. բժիշկ, խնդրում եմ, բարձեք հարցս կույս է թե ոչ։ Նման դեպքերում իհարկե մենք պետք է կատարենք բժշկական զննում եւ պարտադիր իհարկե պետք է մասնակցեն երկու բժիշկ, որովհետեւ խոսքը բժշկական զնման մասին է եւ քանի որ երկու գերդաստանից էլ եկել էին իրենց այսպես ասած պատիվը պահելու եւ խնդիրը պարզելու նպատակով։ Ինչ պարզվեց հետազոտման ժամանակ, որը բնականաբար անց են կացնում առանձին սենյակում երկու բժշկով։ Պարզվեց, որ կնոջ կուսաթաղանթը տեղակայված է համեմատաբար ավելի խորը, իսկ ինչպես գիտեք, մենք դրա մասին խոսել ենք, կնոջ կուսաթաղանթը կարող է լինել 20-ից ավելի տեսակների։ Եվ սա դրանցից մեկն էր, որը համեմատաբար մի քիչ ավելի խորն էր տեղակայված, այլ ոչ ստանդարտի համաձայն, ինչպես մենք ասում ենք, 2-ից 3 սանտիմետր։ Եվ քանի որ ամուսինը մեղմ ասած ավելորդ քաշ ուներ, անդամը խորտակվել էր ճարպաշերտերի մեջ եւ չէր կարողացել իրագործել իր առաջին հարաբերությունը ու դրանով իսկ փորձում էր իհարկե մեղքը բարթել կնոջ վրա։ Երբ որ զննեցինք, պարզվեց, որ կուսաթաղանթը անառիկ ձևով տեղակայված է իր տեղում, խախտված չէ եւ պարզապես խնդիրն այն է, որ հարաբերության ընթացքում անդամը չի հասել կուսաթաղանթին։ Կինը իհարկե նույնպես շնչակտուր սպասում էր պատասխանին եւ երբ ասեցինք, որ կուսաթաղանթը տեղում է եւ որևէ խնդիր չկա, կինը նույնիսկ չսպասեց շարունակությանը, վեր կացավ եւ միայն այդ պահին իհարկե լսվեց մի շառաչուն ապտակ ամուսնուն, հավաքեց իրերը, դուրս եկավ կաբինետից եւ գնաց իր ծնողների հետ միասին։ Թե ինչ եղավ դրանից հետո, միացավ այդ ընտանիքը, թե ոչ, թե բաժանվեցին, չեմ կարող ասել, բայց այս պատմությունը եւս մեկ անգամ գալիս է փաստելու եւ ապացուցելու, որ նման դեպքերում պետք չի խառնվել զավակների սեռական կյանքին, որովհետեւ յուրաքանչյուրի սեռական կյանքը միմիայն իր անձնականն է։ Լավագույն դեպքում կարելի է հուշել, եթե դրան հրաժեշտությունը կա, խորհուրդ տալ, բայց նման ձևով փորձել ամբողջ գերդաստանով լուծել խնդիրը եւ վերջում ամոթով մնալ կամ խայտարակվել, իհարկե նույնպես հարցի լուծման տարբերակ չէ, որովհետեւ շատ դեպքերում այս տեսարանների արդյունքում զույգը պարզապես բաժանվում է։ Այսօրվա թողարկումն ավարտվեց։ Դիտեք մեզ ATV եթերում, գտեք մեզ համացանցում, մեկնաբանեք, տարածեք մեր տեսանյութերը եւ շնորհակալություն ձեր ակտիվության համար, որը մեզ համար անչափ կարեւոր է։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։